Բարք Տիրոջը։ Ամեն մի հաստատություն, ամեն մի շինություն, ամեն մի տեսանելի բաներ նա կանգնած է անտեսանելի եւ չերևացող բաների վրա։ Գիտեք, երբ որ մենք խոսում ենք չերևացող բաների մասին, այդտեղ պետք է հավատալ։ Որովհետեւ այն ինչ որ տեսանելի է, այդ ամենին հավատալ պետք չի։ Այն ինչ որ անտեսանելի է, նոր պետք է կամ հավատալ կամ չհավատալ։ Գիտեք, տեսանելի բաները անցողիկ բաներն են։ Այն ինչ որ դու տեսնում ես, հավիտենական չեն։ Ամեն բան անցողիկ է։ Բայց այն ինչ որ անտեսանելի է, դա հավիտենական է։ Իհարկե անտեսանելի բաներ կա, որ կորուստի հետ է կապված, բայց ուզում եմ ասել հավիտենական է, հավիտենական կամ մնայուն բան է։ Հավիտենության մեջ հավիտյան դու չես կարող փոխել, դա մնայուն է։ Եվ գիտեք, հավատքը դա այն ձեռքն է, այն միջոցն է, որով մենք կարողանում ենք անտեսանելի բաներին կպնել։ Վերցնել։ Եվ հավատքը, երբ որ դու չես տեսնում, այդ ժամանակ ունես ընտրություն, վստահես թե չվստահես, հավատաս թե չհավատաս։ Եվ գիտեք, Թովմաս անունով մի աշակերտ ուներ Հիսուսը։ Երբ որ Հիսուսը հարություն էր առել, երևացել էր իր աշակերտներին, մի քանի անգամներ։ Եվ մի անգամ Թովմասը ասեց, ես չեմ հավատում։ Ես չեմ հավատում, մինչև իմ աշկով չտեսնեմ, մինչև իմ մատը չտանեմ, կողեմ այդ խոցերը, ես չեմ հավատա։ Եվ նկարագրվում է Հովհաննես ավետարանի մեջ, ասում 8 օրից հետո աշակերտները դարձյալ ներսումն էին, Թովմասն էլ նրանց հետ, եւ Հիսուսը եկավ, կանգնեց նրանց մեջտեղ, դռները փակ լինելով եկավ նրանց մեջ։ Եվ ասեց խաղաղություն ձեզ, հետո Թովմասին ասեց, իր խոսք ուղղեց Թովմասին, Թովմաս, որ արել էր մի հայտարարություն, որն էր այդ հայտարարությունը, իմ աշկերը պիտի տեսնի, իմ շոշափելիքը պետքա բռնեմ, շոշափեմ, հավատամ, աշկս տեսնի, ձեռքով շոշափեմ ու նոր հավատամ։ Այդ արտահայտությունից հետո Հիսուսը իր խոսք ուղղում է Թովմասին ու ասում է հետևյալը. Թովմաս, բեր քո մատը ու կողիր իմ կողը։ Եվ մի եղիր անհավատալ, եղիր հավատացյալ։ Այսինքն, եթե մենք ուզում ենք ամեն բան շոշափելի տեսնենք, դա անհավատություն է։ Շոշափեմ նոր հավատամ, տեսնեմ նոր հավատամ, բա ուր է Աստված, բա ինչի էսպես, բա ինչի այնպես, այդ ամենի հարցերը գալիս է, գիտեք ինչ, աշկս չի տեսնում, բա ուր է Աստված։ Չեմ շոշափում, բա ուր է Աստված։ Ու այդ ամենը խոսում է մի բանի մասին, մենք հավատքի նկատմամբ մի քիչ սխալ ենք պատկերացնում։ Հավատքը, երբ որ դու չես տեսնում, հավատքը դա հիմնված Աստծո խոսքի վրա, որովհետև խոսքն ասում է հավատքը գալիս է լսելուց, հռնացի թղթի մեջ, իսկ լսելը հավատքը Աստծո խոսքից է գալիս։ Երբ որ Աստված ասեց լինի լույս, դեռ լույս չկար, նա ասեց եւ կատարվեց։ Ու մենք այնքան կարևոր է վստահենք Աստծո ասած խոսքին, որտեվ երկինք ու երկիր կանցնի, բայց Աստծո խոսքերը չեն անցնի, կկատարվի Աստծո խոսքը։ Ինչի համար որ Աստված ուղարկել է իր խոսքը, նա կհաջողվի այս երկրի վրա։ Որովհետև խոսքից զորավոր ոչինչ չկա։ Խոսքը, որը որ մարմին դառավ ու ապրեց մեր մեջ, նա Հիսուսն էր։ Խոսքը, որ եկավ մարմին դառավ ու մեր մեղքերը կրեց իր վրա։ Մահացավ եւ հարություն առավ, եւ այսօր մենք հավատում ենք այդ Հիսուսին։ Մենք չենք տեսել, ոչ մեկը չենք տեսել Հիսուսին։ Եվ երբ որ մենք չենք տեսել, մենք հավատում ենք, որ Աստծո խոսքը ճիշտ է, ճշմարիտ է։ Եվ մենք որոշել ենք հավատանք այս գրված խոսքին։ Ու հենց այդ որոշումը, այդ հավատքը քեզ թույլ է տալիս, որ դու հպվես Հիսուսին։ Հպվես ոչ թե ֆիզիկապես, այլ հպվես հոգևոր։ Հպվես ոչ թե ֆիզիկական զգայարաններով, այլ քո հոգու զգայարաններով, հոգով։
Որովհետև հավատքը դա ներսի, հոգու ներսի համոզվածություն եւ հաստատություն է, ներսի վստահություն Աստծո ասած խոսքին։ Գիտեք, այսպեսի մի արտահայտություն կա։ Ասում եմ պետական հաստատություն։ Ո՞վ է լսել։ Պետական հաստատություն եւ ոչ պետական հաստատություն։ Հաստատությունները երևացողներն են, այդպես է թե չէ։ Ուրեմն ամեն մի հաստատություն ինքը ունի հիմք։ Ինչի վրա է այդ հաստատությունը հիմնված։ Ինչի վրա որ հաստատությունը հիմնված է, այնտեղից էլ իր մատակարարումն է, իր սնվելն է, իր ֆինանսավորումն է, չէ, այդպես է թե չէ։ Եթե պետական հաստատություն է, ուրեմն դա պետական վերահսկողություն կա, այդտեղ պետական մատակարարում կա, պետական ֆինանսավորում կա, այդպես է թե չէ, պետական հաստատությունները։ Լինի դպրոց, լինի նախարարություն, դա պետական հաստատություններ են, այդպես է թե չէ։ Հաստատություն։ Եվ այսինքն, եթե կա հաստատություն, դա երևացողն է։ Դպրոցը երևում է։ Բայց մատակարարումը չի երևում։ Ինչի վրա որ հիմնված է, որ հիմքի վրա որ հիմնված է, այդ հիմքից էլ գալիս է իր մատակարարումը։ Այդպես է։ Ուրեմն մենք նույնպես մեր կյանքի մեջ ունենք, մենք որպես հաստատություն, մենք որպես երևացող մեր կյանքերը, երևացող կյանքեր, մենք էլ ունենք մեր կյանքի չերևացող հաստատությունը, հա, չերևացող հիմքը։ Որտեղից մենք սնվում ենք, որտեղից մատակարարվում ենք։ Օրինակի համար կա հաստատություն մարդ, էություն, հա, ոնց որ ասած, կյանք, ընտանիք, չգիտեմ։ Այսինքն ի նկատի ունեմ արարված մարդու մասին։ Կա մարդ, որը որ օրինակի համար հիմնված է իր ամբողջ կյանքը կառուցված է իր ծնողների մատակարարման վրա։ Այդպես է թե չէ։ Երեխան քանի երեխա է, հիմնված է իր կյանքը իր ծնողների մատակարարումից։ Սնուցումը գալիս է ծնողներից։ Դաստիարակությունը գալիս է ծնողներից։ Բայց ժամանակի ու տարիքի ընթացքում մենք ինչ ենք տեսնում, որ այդ երեխան կյանքում պետք է ինքը կամաց կտրվի եւ ինքը արմատներ գցի ու այդ արմատներով ամրանա, որ իր մատակարարումը արդեն ինքնուրույն լինի։ Եվ ծնողն էլ գիտակցում է եւ իր կյանքի մեջ սկսում է օգնել, որպեսզի կյանքում կայացած մարդ լինի իր երեխան։ Բայց եթե այդ ընթացքում ծնողի ու երեխայի պատկերացումները տարբեր են եւ միշտ ծնողն ասում է թող երեխան, ես ինչ պետք է ես կանեմ։ Ծնողը հա կա, չէ, ես կանեմ, դու հանկարծ այ մարդ ուժ չվեկալես քո վրա։ Փափուկ տես մեծացրած եւ այլ եւ այլ։ Ինչ է կարծում ծնողը։ Հավիտյանա լինելու իր կողքը։ Երբ որ իր ժամանակն եկավ, այդ երեխայի համար շատ լուրջ է լինելու։ Երբ որ այդ ծնողը չլինի, եթե նա չի մարզել իր երեխային, շատ դժվար է լինելու այդ երեխայի համար, որովհետև նա մարզված չի սեփական ուժ իր ուսերին կրել։ Հա, իր ուսերին ինչ-որ մի ծանրություն կրել։ Եվ գիտեք ինչի եմ ես այս օրինակը բերում, որ կան քրիստոնյաներ, որ իրենց հույսը երևացող բաների վրա է։ Երևացող։ Եվ երևացող այսօր կա, վաղը չկա։ Երևացողները անցողիկ են։ Քրիստոնյաներ կան, որ հուսացած են իրենց պաշտոնի կամ բարեկամի պաշտոնի, իրենց ուժը, իրենց հա մենք ենք մեր այսինչան, այսինչ ցեղից ենք։ Մեր ուժը մեր ցեղի հիմքերն է։ Մեր ուժը մեր այսինչն է, բա մեր այսինչի այսինչը, այսինչ պաշտոնն է։ Ու եւ այլ, բա գիտես ես ում տղեն եմ, ում աղբերն եմ, ում ընկերն եմ։ Գիտեք, այնքան լավ է, որ դու ունես ընկերներ, աղբերներ, ծնողներ, բարեկամներ, այս շատ լավ։ Բայց մեր հույսը երբեք ու երբեք անցողիկ բաների վրա պիտի չլինի։ Մեր հույսը պետք է լինի մնայուն հավիտենական արժեքների վրա, հավիտյան Տիրոջ մեջ հաստատված։ Որովհետև կա մի անշարժ հիմք եւ այդ հիմքի վրա կառուցողն է, որ անշարժ է մնում։ Եվ այդ հիմքի անունն է Հիսուս Քրիստոս։ Պողոս առաքյալ առաջի Կորինթացիների 3-րդ գլխում գրում է. ուրիշ հիմք չկա։ 9-րդ խոսքից ասվում է, որովհետև մենք Աստծո գործակիցներն ենք, դուք Աստծո մշակություն։
Աստծո շինված եք, Աստծո շնորհքի չափով, որ ինձ տրված է, իմաստուն ճարտարապետի պես հիմք դրի։ Պողոսը որպես առաքյալ ինքը քարոզիչ խոսում է մարդկանց եւ ասում է ես մարդկանց կյանքում չերևացող հիմք եմ դնում։ Խոսքի հիմք եմ դնում, որովհետեւ Պողոսի քարոզչության միջոցով էր այդ հիմքը կառուցվում։ Ուրեմն քարոզչության միջոցով ինչա քարոզվում, ինչա խոսվում, ամեն, այդ միջոցով կառուցվում է հոգևոր հիմք։ Արժեքների հիմքի վրա, ինչպիսի արժեքներ է ձևավորվում։ Եվ նայեք այստեղ ասում եմ, որ հիմք դրեցի իմաստուն ճարտարապետի պես, բայց ուրիշը շինում է միայն թե մտիկ տավ, ինչպես է շինում։ Որովհետև ոչ ոք ուրիշ հիմք չի կարող դնել, քան թե որ դրված է որն է Հիսուս Քրիստոսը։ Ուրիշ հիմք չկա ու գոյություն չունի, կամ մեկ ճշմարիտ ու հավիտենական հիմք, որն է Հիսուս Քրիստոսը։ Եվ ասում եմ, եթե մեկ այդ հիմքի վրա շինի, շատ կարևոր է հիմքի վրա շինել։ Եվ մենք տեսնում ենք Մատթեոսի ավետարան 7-րդ գլխի մեջ, եկեք բացենք Մատթեոսի ավետարան 7-րդ գլուխ 24-րդ խոսքից։ Արտամեն ով որ իմ այս խոսքերը լսում է եւ նրանց կատարում, ուրեմն մենք տեսնում ենք, ով Աստծո խոսքը լսում է եւ կատարում։ Ուրեմն լսելը միայն բավարար չի։ Լսելուց հետո ինչպես է վերաբերվում, ինչպես ենք մենք վերաբերվում։ Այդ դա շատ որոշիչ է։ Ով որ իմ խոսքերը լսում է եւ կատարում, կնմանեցնեմ նրան մի իմաստուն մարդի, որ իր տունը շինեց ժայռի վրա։ Եվ անձրևն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին եւ նա չկործանվեց, որովհետեւ ժայռի վրա հաստատված էր։ Ժայռի վրա ինչ էր? Հաստատված։ Ուրեմն ժայռը Հիսուս Քրիստոսն է, վեմը հիմք ուրիշ գոյություն չունի, Հիսուսն է։ Եվ ասում եմ, ես նմանեցնում եմ, Հիսուսն ասում է, նմանեցնում եմ այն մարդուն, իմաստուն մարդը, այն մարդն է, ով որ իմ խոսքերը ինչ անում, լսում, որից հետո իրականացնում է, գործի է դնում իր կյանքի մեջ։ Ոչ թե մենք լսում ենք ու ուղղակի լսեցինք ու անցանք, այլ լսում ենք ու իրականացնում, սկսում ենք կատարել մեր կյանքի մեջ։ Դա այն իմաստուն մարդն է, որ իր կյանքը կառուցում է հենց այդ ամուր հիմքի վրա, որն է Հիսուս Քրիստոսը։ Եվ Պողոսն ասում է, ես իմաստուն ճարտարապետի պես հիմք դրի։ Այսինքն այդ հիմքը դրվում է խոսքի միջոցով։ Այդ հիմքը, որը որ հոգևոր հիմք է, Հիսուսն է, որը խոսքն է։ Եվ հենց այդ խոսքի միջոցով է մեր կյանքում ճիշտ հիմք գծվում։ Մեր վերաբերմունքը խոսքի նկատմամբ դա է որոշում ինչպիսի հիմք է մեր կյանքը, ինչպիսի հիմք ունի մեր կյանքը։ Որովհետև ես ասեմ ջրեր ու քամիներ կգան։ Ես ուզում եմ մի քանի օրինակի համար ոչ ճիշտ հիմքերի մասին խոսել։ Նայեք, օրինակ, այսպես է, մարդ, որը որ գալիս է եկեղեցի, բայց այսպես, գամ, որ պարտքերս փակվի։ Ինչ եք կարծում, պարտքեր փակվելը վատ բան է, չէ։ Ով է մտածում, որ Հիսուսը չի օգնելու։ Կարա օգնի, չէ։ Կարա զորությունով շարժի, ճիշտ է, բայց հիմքը գիտեք որն է, ինքն է հիմքը։ Եթե մենք այդ հիմքի վրա ենք, ճյուղը, պատկերացնում եք, ծառը, որը որ ճիշտ արմատների վրա կանգնած է, ամուր է, իր պտուղը ինչ կլինի։ Բայց եթե հիմք չունի, արի եկեղեցի պարտքերը կփակվի։ Մենք գալիս ենք եկեղեցի, որ մեր պարտքերը փակվի, ու տենց էլ Հիսուսին չենք ճանաչում։ Ինչ եք կարծում, եթե մենք հիմքի վրա չլինենք, ջրեր քամիները մեր վրա չի գալու։ Խոսքն ասում է ջրեր քամիները կգա, բայց քանի որ հիմքի վրա էր, իսկ ասում այն մարդը, որը իր տունը իմ խոսքերը լսեց եւ չկատարեց, հենց շարունակության մեջ։ Ասում այն մարդը, որ իր տունը շինեց ավազի վրա, երբ որ ջրերն ու քամիները եկան, գետերը վարարեցին, այդ տունը ինչ եղավ։ Եկեք այդ տունը դնենք հավատքի ընթացք, կյանքի ամրություն, ամեն։ Մեր հավատքի կյանքը, որ մենք պետք է ամուր հիմնված լինենք Քրիստոսի մեջ։ Եվ եթե ճիշտ հիմքի վրա չի կառուցվում, ասեմ երկու տան վրա էլ գալիս է ջրերն ու քամիները, այնպես չի որ հովիվի կյանքի վրա չի գալի։ Բոլորի վրա է գալի։
Ջրերն ու քամիները գալիս է բոլորի վրա, ամեն մեկի վրա գալիս է, բայց կարևորը ինչպիսի հիմք է քո կյանքի մեջ։ Կգանել, կգնանել, բայց դրանից հետո ինչ կմնա։ Կմնաս թե չես մնա։ Կամ ասում արի եկեղեցի կփսակվես։ Վատ է եկեղեցում ամուսնությունը։ Ոչ, դաժե խրախուսելի է։ Բայց սխալ հիմքը արի, որ ես ունենաս։ Արի Քրիստոսին ճանաչելու համար։ Կամ ասում արի եկեղեցի կբժշկվես։ Կամ ասում քիչ ձգում եմ, չէ՞, բան, կամած, ահա։ Լսեք, այդ ամենը լավ բաներ են։ Եկեղեցում կլինեն, որտեղ այդ ամենը Քրիստոսի մեջ է։ Քրիստոսի մեջ է բժշկությունը, Քրիստոսի մեջ է փրկությունը, Քրիստոսի մեջ է օրհնությունները, նրա մեջ է։ Բայց եթե առանց դրա մենք գալիս ենք, սխալ հիմք է։ Վերջում սենց ենք, այս էլ փորձեցի չեղավ, այս սենց ենք անում ու, չէ՞, կա, չէ՞, որ ասում է, թափ տվեցինք ձեռը, ես էլ ասեմ, այսքան ես, ես էլ են տեղը չի։ Վերջում սենց, մի հատ սենց մի կարծիք ձևավորված, թափ տված այս ձեռը, ու մենք ինչ կլնենք, կպոկվենք այդտեղից։ Ավազ էր, որտեղ մենք չճանաչեցինք այդպես էլ նրան, ով մեզ համար մահացավ ու հարություն առավ։ Այնքան կարևոր է հիմքը քո ինչպիսին է։ Հաստատությունը դու ես, բայց ինչպիսի այդ հաստատությունը ինչպիսի հիմքի վրա է կանգնած։ Ինչ հիմքի վրա կանգնած է, հիշում եք, ընդեղից էլ մատակարարումն է։ Պետական հաստատություն, ուրեմն պետական մատակարարում։ Եթե աստվածային հաստատություն, աստվածային մատակարարում։ Ուրեմն քո հաստատությունը պետք է տնկված լինի, քո անձը տնկված լինի կենթանի ժայռի վրա, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Ուրիշ հիմք գոյություն չունի։ Նա է միակ ու ճշմարիտ հիմքը, որտեղից գալիս է ամեն բարի տուրք։ Երկնային հորիցն է, լույսի հորիցը։ Այդտեղից է գալիս ամեն մի լավ բաները։ Քրիստոսի մեջ է այդ ամեն բաները, որտեղ խաչի վրա մեզ համար է գինը վճարվել։ Մենք պետք է ճանաչենք Աստծուն, հավատանք ու վստահենք եւ մեր կյանքը կառուցենք Աստծո խոսքի հիմքով։ Չլինենք խոսքը միայն լսողներ, այլ նաեւ կատարողներ, որտեղ Հակոբոս առաքյալը նայեք ինչ է գրում։ Առաջի գլուխ 22-րդ խոսքը։ Բայց խոսքը անող եղեք։ Խոսքը ինչ եղեք, կատարող, անող։ Եվ ոչ միայն լսողներ։ Այսինքն երկուսն էլ կարևոր է։ Մարդ ինչպես կարա կատարի, եթե չի լսում։ Ով է այդ երեխուն բան ասե։ Ու գնացել երեխեն ուրիշ բան ասե, արե։ Գիտեք ինչի, որտեվ չի լսել ինչ ես ասե։ Ինքը մտածել է նենց, ոնց որ ինքը մտածում է ու արել է այնպես, ինչպես ինքը մտածում է։ Եթե ինքը լսեր, մինչև վերջ հասներ իրան դու ինչ էիր ասում, ինքը կաներ նենց, ոնց որ լսել է։ Մարդ ընդհանրապես անում է այնպես, ինչպես լսում է։ Դրա համար մի օր Հիսուսը դուրս եկավ, ասել, հիշում եք, մեկին ասեց, ինչպես լսեցիք։ Այդպիսի խոսքը հիշեցի ուղակի։ Ասում է, ինչպես լսեցիք։ Ուշադիր եղեք, ինչպես եք լսում, այնպես էլ ասում է։ Ուշադիր եղեք, ոչ թե ինչ եք լսում, այլ ինչպես եք լսում։ Որտեվ շատ հնարավոր է ճիշտ ասվի, բայց ինչպես ես դու լսում, դա կախված է լսողից։ Եղել է մի բան, որ քեզ ասել են սխալ կերպ ես լսել։ Նույնպես եղել է, չէ՞ որ դու ես մեկին մի բան ասես, սխալ կերպ ա լսել, այսպես ես դες բան չեմ ասել։ Բայց ոչ չա, այն օրը չէր ու տես կետ ասում, այն օրը որ սենց խոսում ես, բայց ես էդի չէի ասում, ես ընդհանրապես էդի չէի, ես ուրիշ բան էի ասում։ Ինչպես լսեց։ Լսելուց շատ ուժղիղ կապված է, հետո այդ մարդը ինչ է անելու։ Դրա համար այնքան կարևոր է, մի հատ վերջում հարցրեք, ինչ ասեցի։ Թող մի հատ ասի, ինչ ասեցիր։ Որ հետո գնա անի այնպես, ինչպես լսել է։ Որտեվ ասում է, խոսքը անող եղեք եւ ոչ միայն լսելով, ձեր անձերը խաբելով։ Ուրեմն մարդը, եթե խոսքը լսում է եւ չի կատարում, ում է խաբում։ Ուրիշ ոչ մեկ չի խաբում։ Հենց ինքը իրեն է խաբում։
Ուրեմն այն մարդը, որ խոսքը լսում է եւ կատարում է, նա այն իմաստուն մարդը, որ իր տունը շինում է, բայց եթե լսում է, կամ է լավ չի լսում, կամ թերի է լսում, կամ չի լսում, չգիտեմ ինչպես է լսում, ու չի կատարում, կամ սխալ է կատարում, ավազի վրա է կառուցում։ Իսկ ավազը այն հիմքը չի, որ կարա պահի իր վրա հաստատություն։ Ժամանակավոր է այդ հաստատությունը ինչքան էլ որ կա, եթե ավազի վրա է, որտեվ անպայման ջրեր ու քամիներ գալու են։ Ու իմիջայլոց ասեմ, հենց նպատակը ուղղված են գալիս։ Գալիս են, որ պոկեն մարդուն այն հաստատությունից, որտեղից ինքը որ կա։ Կամ էլ ավելի կուժեղանաս դու։ Եթե դու ամուր հիմքի վրա ես, քո կյանքը ճիշտ հիմքի վրա է, ջրերն ու քամիները քեզ ոչ թե թուլացնելու են, այլ ավելի են զորացնելու։ Որտեվ կգնան, պարտված կգնան, ու քո հավատքը կանգուն է մնում, ու այդ փոթորիկից հետո դու ավելի մկաններդ զարգացած ուժեղացած է լինում։ Գիտեք, երբ որ մարդը իր կյանքի մեջ ինչ որ իրավիճակներ հաղթած է դուրս գալի, դա ավելի մարզված ու ավելի ուժեղ է տեղից դուրս գալի։ Հիսուսը երբ որ մտավ անապատ, ով գիտի որ անապատը այնքան էլ հեշտ տեղ չի։ Ասма Սուրբ Հոգուս տարվեց անապատ։ Սատանայից փորձվեց, դժվարություններ ունեցավ եւ անցավ, ճիշտ է։ Եվ գիտեք ասма անապատից ինչպես դուրս եկավ, գրված է զորացած դուրս եկավ, զորությունով դուրս եկավ։ Մեր կյանքում, երբ որ գալիս է փոթորիկներ, դժվարություններ, հարձակումներ, ինչ որ խնդիրներ, դա ստուգում է դու քո հիմքը ինչպիսին է։ Այդտեղ ավելի ու ավելի դու խորացրու աշխատի քո անձի վրա, հիմքի հետ կապված քո հարաբերության վրա։ Ամեն։ Ու դա ցույց է տալիս քո կյանքի մեջ այդ դու ինչքանով ես պինդ։ Կամ էլ գալիս է կյանքում իրավիճակ, քեզ սխմեցին ու դու որոշում կայացրեցիր։ Վերջ այս մարդու հետ էլ պրծավ։ Եթե այդ որոշումն ես կայացրել, ուրեմն այդքան էլ ճիշտ հիմք չի։ Ուղղակի այդ վիճակը եկա, որ ցույց տա քեզ, որ դու ճիշտ հիմք չունես։ Այդ հարցում ինքը ուրիշ հարցերում շատ ուր նվիրված ես շատ։ Փառք Աստծո, այդ նվիրվածության հիմքը քո։ Եթե կա, քեզ կօգնի, որ դու այդ հարցում էլ ուժեղ լինես։ Որովհետև ինչպես կաներ Հիսուսը, մենք որոշել ենք անել այդպես, որովհետև մենք չենք հիմքը, նա է հիմքը։ Մենք ուղղակի պետք է տնկված լինենք հիմքի վրա։ Ով գիտի, որ Հիսուսը ասեց այս հետևյալ խոսքը. Ծառը ինչից է ճանաչվում, ծառը կճանաչվի, պտուղը ցույց է տալիս ծառը ինչպիսին է։ Բարի ծառը բարի պտուղ է բերում, չար ծառը չար ծառը չար պտուղ, բայց այդ ամենը ցույց է տալիս հիմքը։ Որտեվ եթե դու Քրիստոս հիմքի վրա ես, պտուղը պիտի լինի այնպես, ինչպես որ Քրիստոսը կաներ։ Պտուղը հետևանքը, ով գիտի։ Հետևանքը ինչպիսին է ծառը։ Այնպես որ սիրելի եկեղեցի, կամ էլ այսպես չէ, այ եկեղեցում մարդիկ, որ գալիս են եկեղեցի, հռչակավոր կդառնանք։ Կարիերան ուրիշ է, էլ ինձ։ Անդե ճամփեք կա, ծանոթներ կա, բան կա։ Այսինքն եկեղեցի է մտնում կարիերա կառուցելու համար, երևալու համար, ճանաչվելու համար, չգիտեմ։ Միգուցե ժամանակ գա մեր եկեղեցին այդքան տենց աճի, որ պատիվ լինի մեր եկեղեցու անդամ լինելը։ Փառք Աստծուն, կգա այդ ժամանակներ, ինչի՞ չէ։ Մարդիկ ծանոթ մեջ գցեն, որ մեր եկեղեցու անդամ լինեն։ Կա, չէ՞, ծանոթ գցենք, այս ինչ տեղը ընդունվեն գործի։ Կարիերա, ճանաչում, հնարավոր է, ժամանակներ գա այդքան բարձրանա եկեղեցին։ Հիմի մարդիկ ասում են ամոթ է, որ եկեղեցուց չես։ Պես մի օր գա ժամանակ ասեն, բա գիտես, բա ոնց անենք մենք էլ տեղից ելնենք։ Ու այդ ժամանակ նորից մենք էլի խնդիր կունենանք, գիտեք ինչի, մարդը խի է գալի։ Արդյոք հիմքի վրա է կանգնած։ Ճիշտ հիմք ունի ինքը ուզում է Քրիստոսին։
թե կարիերա, թե ճանաչում։ Չէ՞։ Ամել արի եկեղեցի մարդը տել չի խմի։ Գալիս է, բայց մարդը այ մարդ մի ամիս եկավ հələ խմում է, երկու ամիս եկավ խմում է, երրորդ ամիսն էլ իր մեջ գցում է, այս ամիս էլ դել չխմեց, էլ չեմ գալու եկեղեցի։ Մեկը շարունակելու է խմել, որովհետև ես ուզում եմ Հիսուսին։ Այդ է ճիշտ հիմքը։ Որտեվ եթե նա ճանաչես Քրիստոսին, նա կթողի խմելը։ Դու ճանաչեցիր Քրիստոսին, ճանաչող մարդը կարա օգնի ուրիշներին, ուրիշներն էլ ճանաչեն։ Բայց եթե մարդը չի ճանաչում, ինչպես կարա ուրիշներին բերի։ Ես ում կարամ ծա, օրինակի համար ոնց ասեմ, ես մարդկանց կարամ, չէ, բերեմ, ասեմ, գիտեք ինչ կա, ալիքի հետ եկեք ծանոթացնեմ։ Հա, ճանաչում եմ ալիքին, կարամ ծանոթացնեմ։ Բայց եթե ես չեմ ճանաչում ընդհանրապես մեկին, ես ոնց կարամ մեկին տանեմ ծանոթացնեմ մեկի հետ, ում չեմ ճանաչում։ Կասեմ է, արի գնանք իրար հետ ծանոթանանք։ Ուրեմն եկեղեցի, սիրելի եկեղեցի, եկեք մեր ձգտումը փափագը լինի հիմքի վրա ամուր լինել։ Հիմքը Քրիստոսն է։ Ճանաչել մեր հիմքը։ Ճանաչենք այն Քրիստոսին, որից կյանքն է հոսում, փրկությունն է հոսում, բժշկությունն է հոսում, ազատագրումն է հոսում, օրհնություններն են հոսում։ Ամեն բան նրանում, նրանով եւ դեպի նա է։ Ամեն։ Նայեք, օրինակ մի հետարքիր տեղ, որ Հայտնության 22-րդ գլխի մեջ է գրված։ 22-րդ գլուխը հայտնության վերջի գլուխն է։ Եվ առաջի խոսքից ասվում, առաջի եւ երկրորդ խոսքն եմ կարդում։ Եվ ցույց տվեց ինձ մաքուր գետ, կենթանի ջրի ակնավու նման փայլուն, որ դուրս էլ գալիս Աստծո եւ գառի աթոռից։ Եվ նրա հրապարակի միջում եւ գետի այն կողմի եւ այն կողմին կյանքի ծառ կար, որ 12 կերպ պտուղ էր բերում եւ ամեն մեկ ամիս տալիս էր իր պտուղը եւ այն ծառի տերևը բժշկում էր հեթանոսներին։ Ծառը ինչն էր բժշկում։ Ծառի տերևը բժշկում է հեթանոսներին, բահլնայ պտուղն ինչ կան, եթե տերևը բժշկում է։ Բայց գիտեք, պտուղն ու տերևը ծառի հետևանքն է։ Ինչպիսին է ծառը, կյանքի ծառը։ Ասում են նա կյանքի ծառը կար այդտեղ։ Եվ այդ կյանքի ծառի հետևանքով ինչեր էր լինում։ Ո՞վ է կյանքի ծառը։ Հիսուսն ասեց, ես եմ կյանքը, ճանապարհը, ճշմարտությունը։ Քրիստոսի մեջ լինելու հետևանքն է, Քրիստոսին ճանաչելու հետևանքն է, թե բժշկությունը, թե ամեն մի բարի տուրք, որ երկնքից գալիս է։ Դա հետևանք է ճանաչելության, մոտենալու, կպնելու նրան, ունենալու, որովհետև եթե դու ուզում ես այդ տերևը, որը բժշկությունն է, դու պետք է մոտենաս ու այդ տերևը ընդունես, կպնես այդ տերևին։ Պտուղը մոտենաս ու վերցնես այդ պտուղը, դա կտայքես ինչ-որ մի բան։ Այդպես է թե չէ։ Ուրեմն դու պետք է մոտենաս, հպվես նրան, կպնես։ Հիշում եք մի կին, որ իր սրտում ասում էր, միայն Հիսուսի հանդերձին մենակ կպնեմ։ Այդ տերևին կպավ ու բժշկվեց, իհարկե չգիտեմ, այնտեղ ինքը հրյա էր, այնտեղ հեթանոսներին էր բժշկում, բայց Հիսուսը բժշկում է ամեն հավատացողին։ Հավատքի միջոցով է գալիս մեր կյանքի մեջ ամեն մի հրաշքներ, զորություններ, հավատքի միջոցով, երբ որ մենք հավատքով կպնում ենք Հիսուսին։ Եվ երբ որ Հիսուսը կանգ առավ, այդ կնոջն ասեց, չէ, եւ կինը պատմեց իր եղելությունը, ասեց դուստր քո հավատքը փրկեց քեզ։ Քո հավատքը փրկեց քեզ։ Հավատքը դու հավատքով մոտեցար ու ընդունեցիր այն ինչ որ Հիսուսից հոսում էր։ Այս կար մի 10 բորոտ, հիշում եք։ Ղուկաս 17-րդ գլխում է գրված։ 17-րդ գլխի 12-րդ խոսքից։ Եվ նա մի գյուղ մտնելիս 10 բորոտ մարդի պատահեցան նրան, որ հեռվանց կանգնեցին, իրենց ձայնը բարձրացրեցին եւ ասեցին. Հիսուս, վարդապետ, մեզ ողորմիր։ Եվ երբ որ տեսավ, ասեց նրանց. գնացեք, ձեր անձերը
քահանային ցույց տվեք։ Եվ եղավ, որ նրանք գնալից սրբվեցին։ Եվ նրանցից մեկը, երբ որ տեսավ, թե բժշկվեց, ետ դառավ, բարձր ձայնով փառավորում էր Աստծուն։ Եվ իր երեսի վրա ընկավ նրա ոտքերի առաջին եւ գոհանում էր նրանից։ Եվ ինքը սամարացի էր։ Հրյա չէ, սամարացի էր։ Ինքը կոնկրետ տերևին էր կպե։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. չէ՞ որ 10 էլ սրբվեցին։ Ապա այն 9 ուր են, եւ ետ դառնողները չգտնվեցին, որ Աստծուն փառք տան բացի այս այլազգիից, հա? Այլազգին։ Հիսուսն ասեց. ուր են հետիդ 9։ Նման է, չէ, արի եկեղեցի կբժշկվես։ Հա, կարան բժշկվեն էլ։ Բայց իրանց հիմքը մնաց, այս 10-ից մեկի մոտ հիմք գցվեց։ 10-ից մեկը ունեցավ հիմք իր կյանքի ընթացքի համար։ Այն 9 ունեցան, բայց հիմք չդրեցին։ Ընթացքի համար, իրանց ապագայի համար, ես չգիտեմ ինչ եղավ հետո։ Բայց ես համոզված եմ, որ այս մեկի կյանքում, եթե հիմքը արդեն կար, հետո փառավոր կլինի, հետո հաղթանակած կլինի, հետո Հիսուսն ասում մեռնես էլ կապրես, հետո երկնքում կլինի, հետոն, որովհետև հիմքը իր կյանքում գցվեց։ Ու գիտեք, եկեղեցի մարդիկ կարող են գալ։ Ինչքանով իրանք կմնան, կճանաչեն, ինչքանով կհաստատվեն ու կսկսեն պտուղ բերել, փառավորել Աստծուն։ Ասում են 9 չփառավորեցին։ Գիտեք ինչն է փառավորում Աստծուն։ Խոսքն ասում է. դուք ինձ չընտրեցիք, Հովհաննեսի ավետարանում ագրված Հիսուսն ասում։ Ես ձեզ ընտրեցի եւ ձեզ դրեցի, որ դուք գնաք եւ պտուղը մնա։ Եվ ինչ էլ որ իմ խորից խնդրեք կտա, որովհետեւ ասում է պտուղն է, որ փառավորում է Տիրոջը։ Պտուղը։ Իսկ նորից եմ ասում, պտուղը խոսում է արմատի մասին, հիմքի մասին։ Պտուղը ծառի էությունից է։ Ինչպիսին ծառն է, այդ ծառի էությունից էլ հետևանքը պտուղն է, ինչպիսի պտուղ կտա։ Ծառը ճանաչվում է պտղից։ Եվ եթե մարդիկ իրականում հաստատվում են Քրիստոս հիմքի մեջ, իրանց կյանքի պտուղը կփառավորի Աստծուն։ Եվ սա շատ կարևոր է, որպեսզի մեր կյանքի մեջ մենք ունենանք հաղթական ընթացք։ Շատ կարևոր է, որ մենք ունենանք ճշմարիտ հիմք, որը մեկ հիմք է, դա Քրիստոսն է։ Ուրիշ հիմք չկա, եւ լինենք հաստատված են այդ հիմքի վրա։ Ամեն։ Եսայա 28:16-ում Եսային մարգարեանում է Հիսուսի մասին։ 28-րդ գլուխ 16-րդ խոսքում ասում է. ահա ես եմ, որ Սիոնում դրել եմ վեմը։ Սիոնում դրել եմ վեմը։ Այդ վեմը ինչ է? Ժայռը։ Հիշում ես։ Ընտիրվեմ, պատվական անկյուն, հաստատահիմն հիմունք, ով որ նրան հավատա, չի փախչի։ Ես եմ, որ դրել եմ վեմը, եւ այդ վեմը միակ վեմն է։ Հաստատահիմն հիմք, ընտիրվեմ, նրա անունն է Հիսուս Քրիստոս։ Եվ այդ վեմը դրվել է մեզ համար։ Եվ այդ վեմը ընդունում է նույնպես աշխարհի ամեն ազգից եկողին դեպի իրան։ Ամեն ազգից, ամեն լեզվից, ամեն ցեղից, ամեն պետություն, ամեն տեղից ու ամեն մեկի համար Հիսուսը խաչվեց ամեն մեկի համար։ Ով հավատա նրան, կապրի։ Հավատքով է, որ մենք գալիս ենք ու տնկվում ենք այդ հիմքի վրա։ Հավատքով է, որ մենք կարողանում ենք հաստատվել այդ հիմքի վրա։ Հավատքն էլ գալիս է Աստծո խոսքը, լսելը շատ կարևոր է, ինչպես ենք լսում։ Ոչ թե աշկը ստենա, շոշափեմ։ Բա ուր էս էլ չեղավ։ Էս էլ էսքանի, բա ինչքան հա սպասեմ, բա այդքան սպասել կլի։ Գիտեք, հույսը ամոթով չի թողում։ Երանի ում հույսը Աստված է։ Երանի նրան, ում հույսը Տերն է։ Որովհետև այդ հույսը ամոթով չի թողի քեզ։
Դու ճիշտ ես ուսացած, եթե քո հույսը Աստված է։ Եթե Աստծո խոսքը ասում է, դա չի ստում։ Երբեք չի ստում։ Եվ Աստծո խոսքը երբեք չի ուշանում։ Մենք ենք շատ անգամ շտապում։ Եվ քո շտապողականությունը թող չխանգարի քո ընթացքին։ Սովորենք համբերել, սովորենք սպասել, սովորենք սիրով գործել, սովորենք այդ ընթացքի մեջ ուղղակի վստահել Տիրոջը։ Սովորենք հավատքով ապրել ամեն օր, որովհետև արդարը հավատքով կապրի։ Սովորենք Քրիստոսի հետ ամեն օրվա կյանք, սովորենք այդ ամենը։ Հետարքիր տեղ ես ավարտին եմ կամած գալիս։ Գործք առաքելոց 11-րդ գլխի մեջ, երբ որ արդեն հավատացյալ ժողովուրդը քարոզում էր մարդկանց, տարածվել էին։ 11-րդ գլուխ 21-րդ խոսքից 21-ից մինչև 23-րդ խոսք։ Եվ Տիրոջ ձեռքը նրանց հետ էր, եւ բազմաթիվ մարդիկ հավատացին եւ դեպի Տերը դարձան։ Իրեք դրանից վերև որ կարդում ես, դու տեսնում ես, որ հավատացյալ հրյաներից դուրս էին եկել Կիպրոս եւ այլ տարբեր տեղին, հա, այնտեղ մարդիկ սկսեցին քարոզել, տարբեր կիպրացիներ բան սկսեցին ապաշխարել, Տիրոջ ընդունել։ Եվ հետո այդ լուրը հասավ առաքյալներին, որ Տերը գործում է հեթանոսների մեջ։ Տերը գործում է տարբեր տեղեր, հավատացյալները դուրս են եկել, քարոզում են, Տերը փրկում է, մարդիկ դարձի են գալիս, փրկվում են, բժշկվում են եւ այլն։ Հա? Այդ լուրը հասավ։ Հետ հասավ ոնց որ։ Այդ բարի լուրը հասավ Երուսաղեմի եկեղեցու ականջին եւ Բարնաբասին ուղարկեցին։ Գիտեք Բարնաբաս ով էր? Պողոսի հետ գործակից, առաքյալ։ Եվ Պողոսն ու Բարնաբասը միասին գնում էին միսիոներական ճանապարհորդության։ Ավետարանը քարոզելու։ Բարնաբասը։ Եվ Բարնաբասին ուղարկեցին, որ մի հատ գնա իր աշկով տեսնի ես մարդիկ, որ եկան Տիրոջը։ Ոնց են։ Արդյոք ճիշտ հիմքա գծվե։ Արդյոք իրանք կմնան։ Ոսմա ուղարկեցին, որ գնան մինչև Անտիոք, եւ նա երբ որ եկավ, Աստծո շնորհքը տեսավ ուրախ եղավ, տեսավ որ ճիշտ է։ Ամեն բան ճիշտ է եղել։ Ճիշտ հիմք է գծվել։ Եվ հորդորում էր ամենին, ինչ էր անում, հորդորում էր, որ սրտի հոժարությամբ Տիրոջ հետ մնան։ Ուրեմն կարևոր է մնալ հիմքի մեջ, հիմքի հետ։ Նա հորդորում էր այդ կարևորությունը մնալ Տիրոջ հետ։ Որովհետև այո, հավատացին, դարձի եկան, այդ ինչքան կարևոր է նույնպես Տիրոջ հետ մնալը։ Շատերը կարան գան, բայց այնքան կարևոր է շատերն էլ մնան։ 10 բորոտը բժշկվեց, մեկը հետ եկավ։ Եվ Հիսուսը հարցնում էր. ուր են 9։ Ուր են։ Դա նշանակում է Հիսուսը բոլորին էր սպասում էր։ Հիսուսը ամեն մեկի համար է խաչվել։ Հիսուսը ամեն մեկի համար է գին վճարել։ Ու գիտեք, երբ որ մենք ասում ենք Տեր, ես ապաշխարում եմ, ես իմ կյանքը քեզ եմ տալի, ու հետո գնում եմ իմ համար ապրելու, ես ճիշտ չասեցի, թե իմ կյանքը քեզ եմ տալի։ Երբ որ ասում եմ ես իմ կյանքը քեզ եմ տալի, դա նշանակում է ես էլ իմը չեմ։ Հիսուս ես քոնն եմ։ Չկա էլ հետադարձ ճանապարհ։ Դա է միակ ճշմարիտ հիմքը։ Ու մենք տնկվում ենք ու մնում ենք։ Գիտեք, որ ծառը, որ տեղափոխում են, ով է հեշտ ծառ տեղափոխել, տնկի ինչ որ տեղափոխել մի ուրիշ տեղ դրել։ Գիտեք, որ տեղափոխում են այդ առաջի տարին ինքը ծաղկում է, բայց պտուղ չի տալու։ Գիտեք, չէ՞, մինչև չմնա, չհաստատվի, պտուղը չի պահելու։ Կծաղկի, բայց կթափի, պտուղ չի տա։ Գիտեք, չէ՞ այդ բանը։ Տեսել եք քրիստոնյաներ, պտտվում են։
Մի տարի ես եկեղեցի։ Ծաղկեց։ Պատուղ չտվեց։ Ձեռը թափ տվեց գնաց։ Մի տարի էմի, այ միտեղ լսում ենք։ Էմյուսեն, կամ էլ սխալ հիմք, օրինակի համար, արի բան կանը, կբժշկվես։ Արի էս կլնես, արի այն կլնես։ Մի հատ ամեն եկեղեցի կանչ ունի։ Կանչում է։ Եկեք Տիրոջը եւ փրկվեք։ Եկեք հրաշք կունենաք, sense կգաք, ճանաչեք Տիրոջ, չէ՞։ Մարդուս, եթե հիմքը չգծվեց, ասել է հələ մի հատ էլ տենամ ինչ կա անդե, անդեղ էլ տենամ ինչ կա։ Ծաղ տեղերը ձեռը թափատալու, ծաղկի, չեմ ասում չորանալու է, բայց պտուղ չի տալու։ Պետք է հողը ճանաչի քեզ։ Դու էլ հողին։ Պետք է արմատները ամրանա։ Որից հետո կծաղկես։ Մի քանի տարի պետք է անցնի այդ process-ը։ Էդվես։ Էդվելը լավն է հետաքրքիր ժամանակ է։ Բայց Աստված ուզում է էդի։ Բանձիխի է այս մեկը սենց բան ասում։ Չարք։ Էդվեցիր։ Գիտեք որ էդելուց մի խն չեն խնայում։ Էդելուց մի քիչ խորքից պիտի էդվի, որ լավ էդվի։ Մի քիչ խորքից չեդվի, հենց խնայելով էտեն, չոմակ չի։ Կներեք էդ բարի համար։ Օգուտ չի։ Եթե ուզում ես օգուտ լինի, թույլ տուր էդվես, մշակվես, տնկված մնաս, համբերես, ժամանակը կգա քո։ Բայց դու կհաստատվես, կճանաչես Տիրոջը, ամուր արմատներ կգցես, ու պտուղդ կտաս ժամանակին։ Իսկ այդ պտուղն է, որ փառավորում Աստծուն։ Գիտեք պտուղը, գիտեք որն է, քո երևացող կյանքը, որը ապրում ես Քրիստոսի համար։ Երևացող ապրելակերպը։ Ոչ թե սենց չէ, գնանք պտուղ բերենք, այսինքն ինչքան մարդ բերեմ, այդքան պտղա բերեմ։ Սխալ մտածելակերպ։ Ինչքան մարդ բերես, հա, ծառայության մեջ եթե տենց ասես, տենց մարդ, որը Քրիստոսի մեջ տնկված է, կանչված է մարդ բերելու։ Բայց պտուղը քո ապրելակերպն է Քրիստոսից բխած։ Ինչպես աս կատարում Աստծո խոսքը։ Դա ցույց է տալիս քո էության մասին։ Իսկ մարդիկ կտեսնեն ու կճաշակեն այն պտուղը, որը էությունն է, քո բնավորությունը։ Բնավորություն, որ դու կունենաս, որ Քրիստոսին կներկայացնես։ Սերը, ուրախությունը, խաղաղությունը, համբերությունը, ժուշկալությունը, հավատքը, հեզությունը, բարությունը, բոլոր այն պտուղները Սուրբ Հոգու, որ կգա Տիրոջից ու քո կյանքի մեջ կձևավորի քեզ։ Եվ հենց այդ պտուղն է, որ մարդիկ կճաշակեն քո կյանքի միջոցով ու այդ երկնային համը կտեսնեն ու կասեն լսի, ես երկրային չեր, ես ուզում եմ ճանաչեմ այդ երկնայինը, որ քո մեջ տեսա։ Իսկ մարդիկ այո, մարդիկ կգան, բայց դրանով չի քո պտուղը։ Պտուղը ինչքան ես Քրիստոսին ցույց տալիս, դա է։ Իսկ դա է փառավորում Տիրոջը։ Վստահի Աստծո խոսքին։ Վստահի քո կյանքի ամեն մի դետալ Աստծո խոսքին։ Սաղմոս 138:2-ում գրված է. երկրպագություն կանեմ քո սուրբ տաճարի առաջին եւ կգոհանամ քո անունից, քո ողորմության համար եւ քո ճշմարտության համար, որ բոլոր անունիցդ բարձր մեծացրեցիր քո խոսքը։ Բոլոր Աստված ասում է, բոլոր իմ անունից բարձր ես բարձրացրել եմ իմ խոսքը։ Աստծո խոսքը ամենաբարձունքում է։ Ամենաբարձունքում։ Եվ այդ խոսքն է Հիսուս Քրիստոսը։ Եվ այդ խոսքը այսօր քարոզվում է ինձ ու քեզ։ Այդ խոսքը այսօր հասանելի է ինձ ու քեզ։ Այդ խոսքն է, որ հիմք է գցում իմ ու քո կյանքի մեջ, որովհետև իմաստուն մարդն է, ով որ լսեց եւ կատարեց, իր տունը շինեց ամուր հիմքի վրա։ Սա է քրիստոնեությունը։ Դրա համար եկեք
Մատերի արանքով չվերաբերվենք։ Մատերի արանք դա նշանակում է թեթև, այլ ոչ, սա կյանքի հարց է։ Այն ինչ որ կյանքի հարց է, թեթև չեն նայում։ Օրինակի համար տուն շինողը ոնց ասեմ, վերջին որ շտեպցելը դնում է, անջատիչները, շտեպցելները, այդ վարդակները որ կա, այ ինչ ուզում ես դիր։ Կվարվի կփոխես։ Չդիմացավ կփոխես, բայց հիմքը սխալ կառուցեցիր, լավ չի։ Կյանքի հետ կապված հարցեր կա, որոնց հետ դու չես կարող թեթև վերաբերվել։ Դա Քրիստոսի հետ վերաբերվելն է նույնպես, որ մենք իրավունք չունենք թեթև վերաբերվելու։ Դա մեր կյանքի ամբողջն է։ Դա մեր որոշումից է կախված։ Մեր վերաբերմունքից երևում է, թե ինչ որոշում ենք կայացնում։ Դրա համար եկեք ամուր հիմք մեր կյանքում գցենք։ Եվ ուրիշ հիմք չկա։ Միակ հիմքը Հիսուս Քրիստոսն է։ Աստծո խոսքն է, որ ամեն ինչից վեր է։ Աստված ասում է, իմ անունից վեր եմ դրել իմ խոսքը։ Եթե Աստված իր խոսքը ասում է, այդքան ես վեր եմ դրել, ու հսկում է, որ կատարի, ինչպես ենք մենք վերաբերվում այն բանին, որ Աստված լուրջ է վերաբերվում։ Գիտեք, ով ինչ ասի, ինքն էլ իր ասացի հետևը կանգնած է։ Գիտեք, եթե դու մեկին ասում ես, այս բանը կանեմ, ով է պատասխանատվություն վերցնում։ Ասողը, չէ՞։ Չարեցիր, մարդկանց մոտ ասել են, դեսուտ ասեց է։ Իսկ Աստված է կանգնած իր խոսքի հետև, իսկ Աստված սուտ չի ասում։ Աստված հսկում է, որ կատարի։ Երանի նրան, ով կհավատա։ Ինչի եք, ես չեք մտածել, որ երանելի բառը ասում, երանի։ Որովհետև այդ խոսքը կկատարվի հավատացողի կյանքում, ու դու կլինես երանելի։ Որտև Աստված ցույց կտա իր զորությունը հավատացողի կյանքում, որտև դու կանգնեցիր այդ հիմքի վրա, վստահեցիր մինչև վերջ։ Ինչպես Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը, մեռնենք էլ չեն երկրպագելու, որտև առաջի պատվիրանն էր, ուրիշ աստվածների երկրպագություն չանես։ Ես եմ քո միակ Աստվածը, եւ նրանք պատրաստ էին մեռնեն էլ, բայց Աստծո խոսքը զանց չանեն։ Եվ Աստված ցույց տվեց, որ ես իմ խոսքի հետևում կանգնած եմ։ Ես կգամ ամենաթեժ կետը։ Եկավ Աստված ամենաթեժ կետը, եղավ նրանց այդ կրակի մեջ, ազատեց կրակից, դուրս հանեց կրակից եւ բոլորը տեսան, որ Աստված կենդանի է նրանց միջոցով։ Տեսան մարդկանց միջոցով, ովքեր վճռական էին, ովքեր հիմք ունեին, ոչ թե թեթև էին վերաբերվում, այլ ովքեր որ պատրաստ էին դնելու իրանց կյանքը, բայց բարձր պահելու Աստծո ասածը։ Այդ է քրիստոնեությունը, որ առաջի դարում մարդիկ գնում են մեռնելու, բայց բարձր էին պահում Աստծո խոսքը։ Չէին ուրանում, բայց մեռնում էին։ Այո, հենց ֆիզիկապես մեռնում էին, սղոցվում էին, խաչվում էին, վառվում էին, կենթանի առյուծների գուբն էին կծվում։ Դեմ նրանք ուժեղ հիմք ունեին։ Եվ այդ հիմքից նրանց ոչ ոք չէր կարող շարժի։ Ինչ ուժել որ դուրս եկավ հակառակ։ Իրանց հիմքից շարժելու համար, հիմքից գցելու համար, բայց ոչինչ չկարողացավ։ Ընդհակառակը, այդ իրանց ամրությունը շարժեց շարժողներին։ Հռոմեական կայսրությունը ընկավ, չմնաց հավերժ, որովհետև նրանք կապան Քրիստոսին, կապան Քրիստոսի մարմնին, եւ նա որոշ ժամանակ հետո չի կարա քթանին քացի տալ ու չվնասվել։ Որովհետև Հիսուսը երբ որ Պողոսին հանդիպեց, մինչև Պողոսը Սողոս էր, Պողոսին ասեց, ինչու ես ինձ հալածում, դժվար է քեզ քթանին քացի տալը, քթանը բիզա։ Ինչքան ուժեղ բիզ բզին հարվածեն, այնքան ուժեղ կվնասվի հարվածողը։ Մեզ կպնողը Աստծո աշկի բիբին է կպնում։ Դա ասում Աստծո խոսքը։ Ինչի, որովհետև մենք նրա մեջ ենք, ինքը մեր մեջ է։ Ունեցիր ամուր հիմք քո մեջ, որն է Հիսուս Քրիստոսը։ Թող Աստծո խոսքը ամեն ինչից վեր լինի քո կյանքի մեջ։ Վստահի ամեն իրավիճակների մեջ,
ամեն ժամանակ, ամեն դժվարություն, լենություն, նեղություն, ինչի մեջով էլ որ կանցնես, վստահիր Տիրոջը քո կյանքի մեջ։ Քո կյանքի յուրաքանչյուր բնակավարի մեջ ու այդ ժամանակ կշարժվի Աստծո զորությունը։ Հալելույա։ Տեր մենք քո առաջ ենք եւ մեծարում ու պատվում ենք քեզ Հիսուս։ Փառավորում ենք քո սուրբ անունը մեր Աստված։ Եվ մենք շնորհակալ ենք Տեր, որ դու նույնն ես երեք, այսօր եւ հավիտյան։ Երկինք ու երկիր կանցնի, բայց դու նույնն ես, քո խոսքերը չեն անցնի։ Դու կկատարես քո խոսքը, ինչի համար որ ուղարկել ես Տեր։ Կհաջողվի այդ խոսքը եւ կփառավորի քեզ։ Մենք սիրում ենք քեզ մեր Աստված։ Եվ մեր անձերն է քո ձեռքերի մեջ։ Օգնիր մեզ, որ մենք ամուր մնանք հավատքի մեջ, հաստատված քո ժայռի վրա։ Օրհնում եմ այսօր ամեն մեկին, ով որ այստեղ է եւ ով որ լսեց քո խոսքը, կամ ով որ կլսի այս խոսքերը։ Թող իրականում այս խոսքերը ամուր հիմք գցի նրանց սրտի մեջ։ Եվ այդ խոսքը Հիսուս դու ես։ Եվ իմ խոսքը ես ուղղում եմ այն մարդկանց, ովքեր կլսեն։ Ես մի աղոթք եմ ուզում ասել քեզ, որ իմ հետևից կրկնես։ Կխնդրեմ, որպեսզի իմ հետ կրկնես։ Ասա Հիսուս, ես քո առջև եմ։ Խնդրում եմ քեզ, ներես ինձ ամեն մի մեղք, որ ես գործել եմ, քո արյունով մաքրիր ինձ։ Ես հավատում եմ, որ դու ես միակ կյանքի հիմքը։ Եվ իմ կյանքը նվիրում եմ քեզ։ Այսօրվանից դու ես իմ Տերը, իմ Փրկիչը եւ իմ Աստվածը։ Շնորհակալ եմ հավիտյան կյանքի համար։ Ամեն։ Եթե դու արեցիր ես աղոթքը, կարևոր է մնաս Տիրոջ հետ։ Մնաս Տիրոջ հետ մինչև վերջ, մինչև այս կյանքի ավարտը, որովհետև ամեն մի բանի ավարտ դա մի նոր բանի սկիզբ է։ Դա հավիտենական կյանքի սկիզբն է։ Իսկ Հիսուսն ասեց. ով որ հավատա, հավիտյան կյանք կապրի։ Աստված օրհնի ձեզ։ Հալելույա։